պարոն Աբրամյան, ասացիք, որ պարոն Ֆարմանյանին պետական եկամուտների կոմիտեից հեռացվել են ձեր ձևակերպմամբ ապօրինի հրամանով, հա, եթե չեմ սխալվում, խոսքը Դավիթ Անանյանի հրամանի մասին է, կարող եք երկու բառով ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը, ինչ խնդիր է այնտեղ եղել, որ ներկայում արդեն ընդդիմադիր գործիչ պարոն Անանյանը նման որոշում է կայացնել։ Շնորհակալություն հարցի համար, հարցին ավելի մանրամասն պարոն Հայկ Ֆարմանյանը կանդրադառնա, ապօրինի նշվել է նրա պատճառով, որ հետո դատական կարգով պարոն Ֆարմանյանը հաղթանակ է տարել դատական արձանում, ուստի ապօրինի ձևակերպումը դրա պատճառով է։ Շնորհակալություն։ Արձագանք։ Հաջորդ հարցի համար Սիսակ Գաբրելյան։ Շնորհակալ եմ, այդ հարցի վերաբերյալ մի փոքր այլ կերպ ձևակերպեմ, եթե ապօրինի չհեռացվեր պարոն Ֆարմանյանը կշարունակեր աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պետական եկամուտների կոմիտեի նախարարությունում, որտեղ դուք կարծում եք ապօրինի է, այդ մարդը գնացել է դատարան, ասել է ես ուզում եմ աշխատեմ այս կառավարության հետ, խնդրում եմ հարգելի դատան եւ ուղղակի օբյեկտիվորեն հաղթել է։ Շնորհակալություն, քաղաքական պաշտոն չի եղել, պարոն Գաբրելյան, եղել է մասնագիտական աշխատանք, պարոն Ֆարմանյանը, ինչպես կենսագրությունով նշեցի, բավական մեծ փորձ ունի եւ իր գիտելիքները իր ծառայության ընթացքում, մաքսային ծառայության ընթացքում ամբողջապես օգտագործել է Հայաստանում մաքսային վարչարարության որակի բարձրացման ուղղությամբ, պարոն Ֆարմանյանը կրկնում եմ ավելի մանրամասն կներկայացնի իրեն հարցեր ընձեռնելու հնարավորություն ունենալու եք։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։